Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, և մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոսների էմոցիաները դուրս գալիս վերահսկողությունից, ստեղծելով նոր կոնֆլիկտներ հենց ընտանիքի ներսում։ Այսօրվա սերիայի ամենաքննարկվող պահերից մեկը անխոս Էլիզի պահվածքն է, որը շատերի մոտ զայրույթ, իսկ ոմանց մոտ գուցե զարմանք կառաջացնի։ Էլիզը կարծես թե կորցրել է իրականության զգացումը և սկսել է միջամտել հարցերի, որոնք իրեն չեն վերաբերում, ընդ որում անելով դա բավականին տգեղ ձևով։ Նա գաղտնալսում է Նորոյի և Էդոյի տղամարդկային խոսակցությունը, ինչն արդեն իսկ անթույլատրելի է հարազատ մարդկանց միջև։ Բայց սա դեռ քիչ է։ Նա ներխուժում է սենյակ և սկսում թելադրել իր կամքը։ Էլիզը կտրականապես դեմ է, որ Նորոն հաշտվի Մագդայի հետ։ Նրա մեջ խոսում է ոչ թե ողջամտությունը, այլ կույր համառությունը։ Եվ ամենացավալին այն է, թե ում վրա է թափվում այդ բացասական էներգիան։ Իհարկե, Էդոյի։ Էլիզը մեղադրում է Էդոյին, որ նա չպետք է խթանի Նորոյի և Մագդայի միությունը։ Պատկերացնում եք Էդոյի վիճակը։ Նա ընդամենը փորձում է խաղաղություն հաստատել, բայց փոխարենը ստանում է քննադատություն իր սիրելիից։ Էդոն որպեսզի չսրի իրավիճակը և չնեղացնի Էլիզին, պարզապես լքում է սենյակը։ Սա տղամարդկային քայլ էր, բայց միևնույն ժամանակ ահազանգ, որ Էլիզը սկսում է խարխլել իրենց հարաբերությունները։ Նորոն փորձում է քրոջը բացատրել, որ նրա պահվածքը սխալ է, որ չի կարելի այդքան կտրուկ լինել, բայց Էլիզը անդրդվելի է։ Մինչ տանը կրքերը եռում են, Նորոն դրսում շարունակում է իր փոքրիկ հետաքննությունը, որը գնալով ավելի լուրջ ընթացք է ստանում։ Նորոն հասկանում է, որ պատասխանները պետք է փնտրել անցյալում։ Նա գտնում է Լանայի նախկին հասցեն։ Սա շատ կարևոր քայլ է։ Նա չի բավարարվում միայն ենթադրություններով, այլ գործում է։ Հանդիպումը հարևանուհու հետ կարող է լինել այն բանալին, որը կբացի Լանայի գաղտնիքների արկղը։ Այդ կինը լավ է ճանաչել Լանային, և Նորոն հիմա ջանք ու եռանդ չի խնայում նրանից ինֆորմացիա կորզելու համար։ Ինչ կպատմի հարևանուհին, արդյոք նա կբացահայտի Լանայի իրական դեմքը, նրա կապերը, կամ միգուցե նրա անցյալի մութ էջերը։ Մենք զգում ենք, որ Նորոն շատ մոտ է ճշմարտությանը, և դա լարվածություն է առաջացնում։ Իսկ հակառակ ճամբարում տիրում է իսկական խուճապ։ Լանան սարսափած է։ Նա հասկանում է, որ խաղը դառնում է վտանգավոր ոչ միայն իր, այլև իրեն հարազատ մարդկանց համար։ Նա զանգահարում է Մագդային։ Նկատել եք նրա ձայնի դողը։ Նա աղաչում է, պաղատում է Մագդային հեռու մնալ Կարենից։ Լանան գիտի ով է Կարենը, գիտի նրա դաժանությունը, բայց չի կարողանում ամեն ինչ բաց ասել։ Մագդան էլ իր հերթին ցուցաբերում է սկզբունքայնություն։ Նա պահանջում է բացատրություն։ Ինչու է Կարենը հայտնվել իմ կյանքում, ինչ է նա ուզում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Լանան վախենում է տալ, և այս փակուղին Մագդային դնում է մեծ վտանգի տակ։ Բայց ամենասարսափելի պահը դեռ առջևում է։ Կարենի և Լանայի խոսակցությունը սառեցնում է արյունը։ Կարենը իմանում է, որ Լանան այլևս Արշակի տանը չէ, որ նա չունի մուտք դեպի տուն, դեպի գումարները։ Թվում է սա պետք է կանգնեցներ Կարենին, բայց ոչ։ Նա սառնասրտորեն հայտարարում է պլան B-ի մասին։ Լանան ապշած է, նրա աչքերում մենք տեսնում ենք միայն վախ։ Ինչ է ենթադրում այդ պլան B-ն։ Արդյոք դա բռնություն է, առևանգում, թե ավելի ստոր մի քայլ, որը կկործանի Արշակի ընտանիքը։ Կարենը չի պատրաստվում նահանջել, և դա նշանակում է, որ մեզ սպասվում են դրամատիկ և ցավոտ զարգացումներ։ Սիրելի դիտողներ, իրավիճակը ծայրահեղլարված է։ Ինչ եք կարծում։ Նորոյին կհաջողվի ժամանակին իմանալ ճշմարտությունը հարևանուհուց և կանխել Կարենի նոր ծրագիրը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, քննարկենք միասին։ Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին և սեղմել զանգակը, բաց չթողնելու համար այս լարված պատմության հաջորդ վերլուծությունները։ Շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք շուտով։